Ողջույն սերիներ, սերի բարեկամներ, ողջույն ուշ գիշեր Երևանում, ողջույն սերի բարեկամներին, եթե գտնվում եք Միացյալ Նահանգներում, հույս եմ, որ բոլորդ լավ պայմաններում եք գտնվում։ Ուրեմն խոստացել էի, որ պարբերաբար այս օրերի ընթացքում խոսելու եմ մի կարևոր միջոցառման մասին, որ վաղը եւ մյուս օրը տեղի ունենալու Երևանում, ուրբաթ եւ շաբաթ օրերի ընթացքում խոսքը աղոթքի նախաճաշի մասին է։ Խոստացել եմ, որ տեղեկություններ լինելու դեպքում դրանց մասին կփորձեմ ձեզ իրազեկել եւ որոշակի տեղեկություններ փոխանցել, որպեսզի ավելի բարձ դառնա։ Մինչ այդ մի քանի բան բացատրեմ, ես լայվերս փոխադրել եմ ուրեմն YouTube-ի վրա, երեք կարծեմ մի փոքր դժվարություն եղավ YouTube-ի հետ կապված, այդպես ֆոնի վրա ես լայվ անելու հետ կապված։ Ես մտածեցի, այս կարճ լայվեր ավելի հարմար ձևաչափ է ուրեմն Facebook-ի վրա ունենալ եւ վերադարձամ առայժմ Facebook այս կարճ լայվերի դեպքում, բայց ամեն դեպքում մյուս լայվերը YouTube-ի ալիքի վրա մնալու է եւ բացառապես մի քանի կարճ լայվեր այսպես Facebook-ի վրա կանեմ եւ կարծում եմ ավելի լայվ լսարան է ձեռք բերում Facebook-ը, քանի որ ավելի անմիջական է։ Երկրորդ բառական ուրախ եմ, որ այդ աղոթքի նախաճաշի կապակցությամբ մեր խոսակցությունները, այդպես գրառումները ոչ միայն իմ այլ ուրիշների տեղ հասավ եւ ակտիվություն երեք նկատվեց, այսինքն ավելի շուտ այսօր հրապարակը մեկ հոդվածով անդրադարձել է թեմային։ Ինձ համար ուղարկեցին նաեւ Փարա TV կարճ հաղորդում այդ մասին, որը կարծեմ 3 էր պատրաստվել, չափազանց հետաքրքիր տեղեկություններ կան։ Շնորհակալ եմ բոլոր արձագանքների համար, շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մտահոգվում են նման ուրեմն ծրագրերից եւ փորձում են հասկանալ, թե ինչ է տեղի ունենում այս ծրագրերի թիկունքում։ Այսօր մի հետաքրքիր բան տեղի ունեցավ, ուրեմն 3 իմ լայվի ընթացքում ես խոսել էի մեկ ուրեմն հասարակական կազմակերպության մասին, որը այսպես կոչված կազմակերպում է այդ աղոթքի նախաճաշը։ Շատ հետաքրքիր կերպով մինչև 3 այդ կառույցների մասին ոչ մի այդպես ասած հստակ լրատվություն չկար, չէին բարձրաձայնում, բայց 3 միանգամից Երևան եկավ մեկ հատ հայկական հասարակական կազմակերպության անուն, հետևյալ անունով, ուրեմն աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ անունով։ Ես 3 դրա մասին մանրամասն խոսել եմ, որի անգլերենն է գոյություն ունի, եւ կարծես հիմնականում հենց այդ կարգի NGO է, կոչվում է Individual Believers Club կամ անհատ հավատացյալների ակումբ։ Ես դրա մասին 3 խոսել եմ, ուզում եմ ավելի շատ տեղեկություն ձեռք բերել, հատկապես հայկական անունով գրանցված այդ ՀԿ-ի մասին, տեսեմ գրանցված կար թե չէ։ Առավոտյան ուրեմն մեր ժամով առավոտյան, ձեր ժամով ասենք մի ոտաբեր 6-7 ժամ առաջ գրառում արեցի Facebook-ում եւ խնդրեցի այդ ընկերներից, որովհետեւ մեկը գիտի ինչպես կարելի է այդ հասարակական կազմակերպության մասին տեղեկություններ ձեռք բերել Հայաստանում, ինձ տեղյակ պահեն, հատկապես ինձ հետաքրքրում է գրանցման թվականը եւ մարդիկ, ովքեր այդ կազմակերպությունը գրանցել են հասարակական կազմակերպություն։ Ու շատ հետաքրքիր րոպեներ չանցած իմ գրառումից միանգամից իմ գրառման տակ հայտնվեց մի շատ հետաքրքիր լայք։ Դա պատկանում էր Իմ քայլը հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թոփալակյանին, նկարների մեջ հավանաբար տեսել եք, շարունակաբար որտեղ որ Աննա Հակոբյան ներկայանում է ինքը դրա կողքին է, հիմնականում գլխավոր դեմքը ինքն է, հիմա ասել աջ ձերք, ձախ ձերք, չգիտեմ, գլխավոր օգնականն է Աննա Հակոբյանի։ Լայք էր դրել գրառման տակ, չգիտեմ սխալվել է թե չէ սխալվել։ Իհարկե շատ շուտ անետացավ այդ լայքը, հիմա չկա, բայց ես նկարը հասցրեցի նկարել, սկրինշոթ անել, պահել։ Հիմա կարևոր այդ լայքը չի, կարևորն է, որ շատ ուշադրությամբ ըստ երևույթին հետևում են ինձ, այդ գրառումներին հետևում են, եւ եթե այդքան ուշադրությամբ հետևում են, նշանակում է, որ մենք ճիշտ ուղղության վրա ենք, եւ այն ինչը որ ես ասել եմ կամ ուրիշներ ասում են, այնքան էլ իրականությունից հեռու չի, որ այս հետևում լիքը թաքուն այսպես ձեռքեր կան, որ թաքնված են, որոնք պիտի բացահայտվեն։ Իսկ ինչ վերաբերում է այդ NGO-ին կամ հասարակական կազմակերպությանը, մի շատ հետաքրքիր տեղեկության հանդիպեցի, ուրեմն Փարա TV հաղորդման ընթացքում, այդտեղ խոսվում էր Ջեյքոբ Փարսլի անունով, մեկ մարդու անունով, որը աստվածաբանության դոկտորա է, PhD ունի, եւ հետաքրքիր կերպով հիմա բնակվում է Հայաստանի սահմանամերձ գյուղերում, ավելի շատ պես ասած հարավային սահմանամերձ շրջանում, Իրանի հետ սահմանամերձ շրջաններում է բնակվում, տարեսկզբին է, եթե չեմ սխալվում, փոխադրվել Հայաստան։ Իսկ մինչ այդ ըստ Փարա TV տեղեկության բնակվել է Թուրքիայում, այնտեղ է գործունեություն ծավալել, այդ աշխատանքի ունեցել ու հիմա միանգամից հայտնվել է Հայաստանում ու այստեղ գործունեություն է ծավալում։ Եվ կազմակերպիչ կոմիտեի անդամներից մեկը, գլխավոր դեմքերից մեկը Ստեփան Սարգսյանից բացի հենց այս դոկտոր Ջեյքոբ Փարսլին է։ Հիմա ինչ գործունեությամբ է զբաղված Հայաստանի սահմանամերձ տարածքներում այս մարդը, կարծում եմ շատ լուրջ պետք է
մեր հետախուզական կառույցները պետք է դրանով հետարկվեն եւ փորձեն հասկանալ, հատկապես այդ տարածքները գտնվում են Իրանի հարևանության մեջ եւ այս մարդու գործունեությունը մի տեսակ միսիոներական աշխատանք է իր մեջ պարունակում եւ գիտենք Իրանը նման քարքի քրիստոնեական միսիոներական նման աշխատանքների կապակցությամբ ինչ վերաբերմունք ունի, մտնեք իր էջի մեջ չափազանց հետաքրքիր տեղեկությունները գտնեք, նույնիսկ Իրանի խեղաթյուրված, այսպես աղճատված դրոշակն է դրել այդտեղ, ամեն դեպքում դա իմ այսօրվա խնդիրը չի հիմնականում այս մարդի գործունեությունն է, որը հիմա եկել այդ միջոցառման կազմակերպիչներից մեկն է եւ տեղակայվել է Հայաստանում սահմանամերձ տարածքներում։ Թե ինչ գործով են այս մարդիկ սահմանամերձ տարածքներում զբաղված, բոլորս արդեն կարծում եմ, որից մեկը չի կարող կասկածել, եւ տեսնում եք, որ հիմնականում ինքը եղել է եւ շարունակում է մնալ, այսինքն Թրամփի այդ երթուղու Թրամփի ջատագովներից մեկը եւ պարզ է, որ այդ տարածքում գտնվում են ժողովրդին նախապատրաստելու համար ինչ որ այդպես է միջանց բան հասկացնելու դեպքում ժողովրդի կողմից հիմնականում դիմադրություններ այդ առումով չլինի։ Ինձ համար նախ զարմանալի է, գիտեք, ես անցած տարի երբ նոյեմբերին Դոնալդ Թրամփը ընտրվեց Միացյալ Նահանգների նախագահ, ես այն ժամանակ ասեցի, որ լրիվորեն նոր մարդիկ են գալիս Միացյալ Նահանգների իշխանության, վերջեք իմ հարցազրույցները նայեք, Alpha News-ի հարցազրույցի ժամանակ ասել եմ, Politico.am-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել եմ, Հայերի ակումբում հարցազրույցի ժամանակ մի քանի անգամ ասել եմ, իմ լայվերում ասել եմ, գրառումներում գրել եմ, որ մենք հսկայական աշխատանք ունենք եւ շատ պարարտ հողա, հատկապես ընդդիմության համար, մենք պիտի փորձենք մոտենալ ամեն կերպ այս վարչակազմին եւ փորձենք ճիշտ ուղղության վրա դնենք Դոնալդ Թրամփի վարչակազմը, քանի որ մենք բավական տուժել ենք նախկին վարչակազմից, այդ օրերին մենք կորցրել էինք ուրեմն Արցախը։ Ցավոք սրտի, մենք դա չարեցինք, զբաղված ենք շատ բացով եմ ուզում արտանագրեմ, Նանսի Պելոսին մեծարմամբ ենք զբաղված, միշտ մենք այդ մեծարմամբ ենք զբաղված, ԿՊԱ-ականները հասրել են մոտենալ ուրեմն Դոնալդ Թրամփի շրջապատին, որի մեջ են գտնում նաև հենց նման մարդիկ, այսինքն այս դոկտոր Ջեյքոբ Փարստինման մարդիկ եւ իրենցով անել ու նրանց ներկայանալ որպես քրիստոնյաներ, դե գիտեք Միացյալ Նահանգների նոր վարչակազմը ուրեմն արմատապաս, այսպես սկզբունքային շատ արմատական քրիստոնյաներ են եւ այդ տեսակետից են մոտեցել Նիկոլ Փաշինյանը եւ մյուսները եւ ձևացել են որպես քրիստոնյաներ ու կարողացել են այդպես ասած ուշադրությունը գրավել։ Ու հիմա այս մարդիկ կանգնած են Նիկոլ Փաշինյանի իշխանության կողքին եւ ամեն կերպ փորձում են օգնել Նիկոլ Փաշինյանին, Նիկոլին աջողել է իրենցով անել այս ուրեմն խմբին։ Մենք բայց կարծում եմ ամեն ինչ կոստված չի, կարելի է ճիշտ աշխատանք տանելով լուսաբանել եւ ճիշտ ուղղության մեջ դնել։ Մի շատ հետաքրքիր բան հանդիպեցի, գիտեք, այդ Ջեյքոբ Փարսլի գրառումների մեջ փորձեցի մտնել իր անձնական ուրեմն էջը, ինչ որ այդպես ասած բլոգ ունի, այնտեղ նայեցի։ Միտեղ գրել էր, որ սա երրորդ, շեշտում եմ, երրորդ աղոթքի նախաճաշն է, որ կազմակերպվում է Հայաստանում։ Ես մի տեսակ զարմացա, երբ է եղել նախկին երկու աղոթքի նախաճաշերը, որ մենք տապես տեղյակ չենք եղել, որ սա երրորդն է, երբ է եղել, ում օրոք է եղել, Նիկոլի օրոք է եղել, նախկինների օրոք է եղել, երբ է կազմակերպել այդ նախկին երկու աղոթքի նախաճաշները, իսկ երբ փորձեցի ավելի մանրամասներ գտնել իր էջի մեջ, նկատեցի, որ դրանք ոչ թե հիմա, այլ վերաբերում են, ասենք մոտապես 1700 տարի առաջվա։ Եվ ըստ Ջեյքոբ Փարսլի գրության Հայաստանում առաջին, եւ այս տեղեկությունները պատահաբար իմ մոտ չի հայտնվել, հա, այս տեղեկությունները իրեն փոխանցվել է եւ այդ մարդը տեղեկությունները գրել է։ Ուրեմն ըստ Ջեյքոբ Փարսլի առաջին աղոթքի նախաճաշը Հայաստանում կազմակերպվել է դեռ քրիստոնեության սկզբնավորման շրջանում, հենց Հիսուս Քրիստոսի օրոք, երբ ասենք Թադոս Բարտողիմեոս առաքյալները եկել են Հայաստան, քրիստոնեության քարոզմամբ են զբաղվել, առաջինը Աբկար թագավորն է կազմակերպել աղոթքի նախաճաշ Հայաստանում։ Երկրորդ աղոթքի նախաճաշը կազմակերպել է Տրդատ թագավորը 301 թվականին Գրիգոր Լուսավորչի հետ միասին, երբ մենք ընդունել ենք քրիստոնեությունը, դա եղել է երկրորդ աղոթքի նախաճաշը, իսկ երրորդ աղոթքի նախաճաշը կազմակերպվում է նորին մեծություն, գերազանցություն Նիկոլ առաջինի օրոք Հայաստանում։ Ու հասկանում եք, այդ համեմատությունների զուգահեռներ անցկացնելը, այսպես պատահաբար մի բան չէ, գիտեք, ինչպիսի զուգահեռներ են անցկացրել։ Երկու ստեղծել են աղոթքի նախաճաշներ, մեկը Աբկար թագավորի ժամանակ, երբ մենք առաջինը ծանոթացել ենք քրիստոնեության հետ, երկրորդը Տրդատ թագավորի հետ, երբ մենք քրիստոնեություն ենք ընդունել, եւ հիմա երրորդը արդեն Նիկոլի օրոք, երբ մենք ապավանաբար զարթոք ապրում է մոտ քրիստոնեությունը, Նիկոլի շնորհիվ է մենք նոր քրիստոնեության հետ ենք հավանաբար Նիկոլի շնորհիվ ծանոթան։ Սա հետարքի նորություն էր,
ասեցի ձեզ փոխանցեմ, իմանաք ովքեր են եւ ինչ մտածողությամբ մարդիկ են կազմակերպում ուրեմն վաղվա աղոթքի նախաճաշը։ Իհարկե, մի հատ հետարքիր email էլ այսօր ստացել է, այդ email-ների շարքից որպես մասնակից dress code-եր էին որոշել, որ անպայման պետք է կոստյումով ներկայանալ, այդ միջոցառումներին առանց կոստյումի թույլ չեն տալու ներս մտնել։ Դե հասկանալի է, շո են անելու, փորձելու են նկարանալ, պիտի մեկ այսպես երևելի նկարանալ։ Հիմնական բանախոսը լինելու է Նիկոլ Փաշինյանը, ըստ Ջեյքոբ Փարսլի ինքնախոսելու, չեմ կարծում ուրիշ այդպես գլխավոր միջազգային դեմք լինի, Չարլի Քըրքը պիտի գար եղերական այդ դեպքի զոհ գնաց եւ չհասցրեց գալ, Դոնալդ Թրամփ ջունիորը պիտի գար, որ հրաժարվել է գալ Նարեկ Կարապետյանի հարցազրույցից հետո, կարծեմ հիմա իրենք են մնացելու իրենք ու միայն Նիկոլ Փաշինյանի հույսին դե բարձրանալու ավերև հավանաբար շատերի համար սաղմոսներ կարդա ներկայանա որպես քրիստոնյա, դա այդ մարդը որքան քրիստոնյա է բոլորս գիտենք։ Իսկ այսօր նաև Արևմտյան Եվրոպայի հայտարարի հանձնախումբը հայտարարություն էր տարածել, գնահատում եմ այդ քայլը, եւ մասնակիցներին կոչ էր արել, որպեսզի ովքեր որ մասնակցում են այդ միջոցառմանը ծանոթանան իրավիճակին, որ Հայաստանում տիրում է քրիստոնեության կապակցությամբ, կոչ էին արել, եթե էջմիածին են տանում իրենց այցելության, անպայման փորձեն քայլել, մտնել վեհարան, հանդիպել մեր հոգևորականության հետ եւ նրանց կարծիքը նաեւ հասնել Նիկոլ Փաշինյանի մասին, նրա քրիստոնյա լինելու մասին եւ քրիստոնեական պես ասած այն հալածանքների մասին, որ այսօր հայոց առաքելական Սուրբ եկեղեցին ուրեմն կրում է ուրեմն Հայաստանում։ Ես հույսով եմ, որ մեր մյուս կառույցներն են նման հայտարարություններով հանդես գա մինչև վաղը, դեռ վաղն է հիմնականում փանելային քննարկում է, հիմնական միջոցառում լինելու է շաբաթ օրը, դեռ աշխատանք կատարելու եւ ես կարծում եմ համապատասխան ցույցերով պիտի փորձել ամեն կերպ այդ միջոցառման մասնակիցներին իրազեկել Հայաստանում տիրող իրավիճակի մասին։ Թեև ես այս մարդկանց անցյալը նկատի առնելով, իրենց միսիոներական մոտեցումները նկատի առնելով, ցավում եմ այդտեղ, թե սրանք ընդհանրապես հենց այն խավն են այս աղոթքը կազմակերպում Նիկոլի մասնակցությամբ, ովքեր երկար ժամանակ նախանձով, խանդով են մոտեցել հայոց առաքելական Սուրբ եկեղեցին, շարունակ հայոց առաքելական Սուրբ եկեղեցում աղանդավորական շարժումներ ձևավորելով հոգևորությամբ են զբաղվել, ու հիմա Նիկոլ Փաշինյանն է եկել ընդհանրապես հոգևորությամբ զբաղվելու կարիք չունեն, Նիկոլի միջոցով հանգիստ կարող են հարվածի տակ առնել հայոց առաքելական Սուրբ եկեղեցին, որը շարունակաբար ասեմ նման միսիոներական շարժումների, աղանդավորական շարժումների գլխավոր թիրախներից մեկն է եղել, եւ հիմա Նիկոլի թեթև ձեռքով այդ ամբողջը իրականություն է դառնում։ Ասեցի այս նորությունները ձեզ հետ կիսվեմ, սերի բարեկամներ, եթե լինեն կրկին նորություններ ձեզ տեղյակ կպահեմ, իսկ դուք կարող եք նաև հետևել իմ YouTube-ի ալիքին, բաժանորդագրվել, ձեր լայքեր դնել, կոմենտները թողնել, ակտիվություն ցուցաբերել, կիսվել ձեր բարեկամների հետ, որպեսզի մենք կարողանանք ավելի մեծ լսարան ձեռք բերել։ Մինչև վաղ եթե նորություններ լինեն, ես ձեզ հետ կապի մեջ կլինեմ այս Facebook-ի միջոցով եւ ձեզ տեղյակ կպահեմ նորությունների մասին։ Լավ մնացեք, մինչև մի հանդիպում, շնորհակալ եմ։